խմբակցության հայտարարության մասին հիշեցրեցիք, խմբակցության հայտարարության մեջ բավական ուշագրավ էր մի հատված, որ խմբակցությունը, Հայաստան խմբակցությունը ընդգծել էր, որ սա թիրախավորում է եւ Հայաստան խմբակցությանը եւ նաեւ ձեզ այս գործընթացը։ Ձեզ ով է փորձում թիրախավորել, որովհետև մենք դրանից հետո տեսանք ընդդիմադիր շրջանակներում փոխադարձ քննադատություններ եւ ամենահիմնական, այսպես հիմնական հարցերից մեկն այն էր, որ թեկնածու խնդիր կա ընդդիմադիր դաշտում եւ չեն կողմնորոշվում ընդդիմադիրները, դրա համար քննադատության սլաքները նաեւ ուղղում ձեր դեմ։ Իդեպ հիշեցնեմ, որ նաև պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը, երբ որ հարց հնչեց լրագրողների կողմից, որ ենթադրենք Ռոբերտ Քոչարյանի թեկնածություն առաջադրվի, դուք ինչպես կվարվեք, նրանք ասացին, որ կողմ կքվեարկել։ Ինչու են ձեզ թիրախավորում։ Սկսենք այդտեղից։ Առաջինը հենց իրեն շեֆը ասաց, որ հանգիստ թողեք Քոչարյանին։ Եվ ենթադրում եմ, որ սա առաջի հերթին պետք է կուսակիցներին վերաբերվեր, հետո այս կուսակցական շրջանակներից ավելի դուրս։ Բայց պատիվ ունեմ ինքը իրենք հայտարարեցին, որ իրենք տեխնացու չունեն։ Տարօրինակ չի թվում, թե կուսակցությունը, որը երկար տարիներ եղել է իշխող կուսակցություն, տեխնացություն չունի։ Օրինակ իմ մոտ հարց առաջացնում։ Համապատասխան որակներ ունեցող մարդ չունեն, թե չեն ուզում, որովհետև հեռանկարը չեն տեսնում։ Համոզված եմ, որ համապատասխան որակավորում մարդիկ իրենք ունեն իհարկե։ Հեռանկարը չեն տեսնում, դրա համար տեխնացու չունեն։ Հիմա Հայաստան դաշինքը ունի վարչապետի տեխնացու։ Մեր ֆրակցիայից միայն մի 8 հոգի կարան վարչապետ լինեն իրենց անցած ճանապարհով եւ փորձով։ Բայց կրկնում եմ, մենք ուղղակի մարդ չունենք, որը 48 ժամվա համար պատրաստան նման քայլի գնալ։ Ես չեմ կարծում, որ որևէ լուրջ տեխնացու պատրաստ է ուղղակի մտնել այդպիսի գործընթացի մեջ։ Իմ գնահատականն է դա։ Հիմա երևի ձեր հարցը դրան է վերը։ Ով է թիրախավորում։ Այո, ով է ձեզ թիրախում։ Նրանց, ովքեր այդ թեման քշում են։ Նախաձեռնողներ եւ կոնկրետ աջակցողներ։ Ես տվյալ դեպքում ենթացեք սա ձեր հանրապետական կուսակցությունն է, ես ենթադրում եմ։ Դե փոխադարձ վիրավորակն այդ երկու խմբակցություններից էր։ Հիմա իրենք ընտրել են այս մարտավարությունը, թող շարունակի։ Ինչ վերաբերում է ինձ թիրախավորելուն, ես թիրախավորվելու իմունիտետը արդեն ունեմ, գիտեք, քանի տարի։ Շատ երկար տարիների փորձ ունեմ։ Բայց սա մի առավելություն է տալիս։ Դու չես խոսում, քո մասին սա խոսում։ Ես 2 տարի չեմ խոսացել, իմ մասից խոսում եմ։ Գիտի, դա քաղաքականության մեջ տված չի։ Մարդկա որ ինքը չի խոսում 2 ամիս, իրեն մոռանում է։ Տվյալ դեպքում սա դրական կողմն է, թիրախավորելու պրոցեսի դրական կողմն է։ Երևի ազգանունս էլ է։ Հիմա Լևոնը խորհրդարանում մի ելույթ ունեցավ, հանգիստ ելույթ էր։ Հետո 2 ժամ ԿՊԱ-կանների կեսը գրվեցին եւ սկսում էին դրա թեման խոսալ։ Եթե Լևոնը մի ելույթով կարող է 30 ԿՊԱ-կան խոսացնել, փայլուն է։